Ինչ նպատակներով եք մասնակցում ուխտերթին։ Նախ ասեմ, ողջունում եմ ձեզ նոր տարվա եւ Սուրբ Զատիկի հետ կապված։ Երկրորդ ասեմ, մեզ համար սա մշտական է, էլի, առաջի անգամ չի, որ ես բերում եմ կամ գալիս ենք, խորհուրդ ունի, այսօր էլ Զատիկ է եւ միասին քայլում ենք, մեր մեքենան իհարկե շատ հեռու է կանգնած, կայանած, քայլում ենք, որ մոտենանք մեքենային։ Չեք մասնակցում ուխտերթին, այսինքն շարժվանը մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկել եմ, մասնակցել եմ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է, հիմնադրվել է։ Այդ հիմնադրման օրվանից ես գալիս եմ։ Անընդհատ գնում եմ, դա իմ համար նորություն չէ, էլի եկեղեցին։ Այսօր էլ որոշել եմ, որ աղջիկաս հետ միասին գամ եւ եկա տեսա, որ այստեղ նաեւ մեր վարչապետը եւ նախագահը եւ կազմակերպներ այդ սիրով մասնակցեցին, մեր քայլում են գնանք, որ հասնենք մեքենային։ Իսկ կողմ եք նրա հայտարարված բարենորոգման ծրագրին։ Ճիշտ ասած ուշադիր չեմ լես, բայց ցանկացած լավ բարեփոխման, այո, կողմնակից եմ։ Ցանկացած լավ բարեփոխման։ Ուղղակի չեմ լսել ինչ բարեփոխման մասին է նկատի ունեք, էլի չեմ լսել այս բանը։ Մի քիչ խառն եմ եղել, էլի սուրեն։ Բարեփոխման ծրագրի նրա մասին է, որ վեհափառին պետք է կարգալույծ արվի եւ նոր վեհափառ նշանակվի։ Հիմա տեսեք, ես նախ ներկայանամ Վեդի քաղաքից եմ, չեմ վախենում որևիցե բան բարձրաձայնելուց, որտեղ ես ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը եւ իրավունք ունեմ բարձրաձայնելու։ Ես անցյալ տարի մամանը գնել եմ 500 դրամ, այս տարի շատ զարմանքով տեսա, որ 1000 դրամ էր, ես իմ Facebook-յան էջում եմ գցել առանց միջև այստեղ գալը, դա ոչ մի կապ չունի որևիցե ինչ-որ հայտարարության հետ։ Ես էլի եմ ասում, մարդը կարող է գրպանում չունենա։ Մենք առաջներում երբ եղել է, գուցե գումարը կարող եմ ավելին էլի դնել վերցնելու, բայց սահմանված գին չլինի, որ դա վաճառք է, ինչա, դնես մամամանը ու դնես տակը 1000 դրամ, մարդը գա մաման գնելու։ Դա մեր ժողովրդին սազական չի, ու ես մոտակա մեր ժամում մոտ մի 200 մենակ վաճառվեց, չաշված 500 դրամանոց մոմերը։ Մոմը ցանկացած գյուղացին ես կունենամ, մյուսը կունենա, մյուսը չունենա։ Պետք է ինքը իր ցանկությամբ դնի, վերցնի։ Ես այդպեսի կարծիք ունեմ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի արած բարեփոխման հայտարարությունը, որ պետք է վեհափառին կարգալույծ։ Ես վեհափառ, անկեղծ ասած, Վազգեն առաջինից հետո ուրիշ վեհափառ կներեք էլի։ Դա իմ կարծիքն է։ Ես մեր երջանկայի շատակ Վազգեն առաջինն եմ ճանաչում վեհափառ, ուրիշ վեհափառ հələ չեմ տեսել, որտեվ սխալ ուղղությամբ այս տարիներով գնացել։ Հիմա ինչ-որ մեկին տեսնում եք։ Գուցե մեջները կլինեն, որտեվ ես երբեմն շփվում եմ մարդկանց հետ, իրենց մեջ կան էլի մեր հավատացյալ ժողովրդին դարձի բերելու։ Նայեք մեր Վեդի եկեղեցի հոգևոր հովիվն էլ է փոխված։ Ես նորեկին անկեղծ ասած չեմ ճանաչում, այդպես լավ, բայց նախորդը եղել է շատ լավ։ Տեր Հովակիմ քահանան, նաև դա այն բարձրաձայնում, որ իմանան։ Ինքը եկել է եկեղեցին բարեփոխվել է, մեր ժողովուրդը շատ լավ եկել է եկեղեցին, բոլոր պատարակներին, ամեն ինչին մասնակցել է, բայց հիմա տեսնում եմ ժողովուրդը կտրված է, դա ինձ համար կոնկրետ ցավ է։ Քչացել է, չեն գալիս։ Միգուցե իր խոսքը չի արգում, կամ խոսքը ընթերցնելի չի։ Մարդուկա լսում են, մարդուկա չեն լսում, չէ՞։ Այդպես։ Իսկ ես մի քանի, ասենք, եկեղեցական բաների մասնակցել եմ, մեկ-մեկ նաև իմ ոչ ֆորմալ թիմը տանում եմ մանտալու էքսկուրսիա, բայց սա էքսկուրսիա հետ կապ չունի։ Ուղղակի մարդիկ ճանաչեն մեր եկեղեցիները։ Ասենք մարդը հնարավորություն չունի, ես ունեմ գնալու, ես հետը ստանում, որ մարդը ծանոթանա, իմանա իր եկեղեցին, օրինակ այսօր այս եկեղեցի մարդիկ այն առաջի անգամ էին գալիս։ Դի ճանաչենք մեր եկեղեցիները, թե ոչ։ Մենք հայ ազգ ենք։ Ասես քաղաքականությամբ անկեղծ ասած չեմ ուզում զբաղվեմ, բայց ուզում եմ երկերս խաղաղ ապրի։ Ուզում եմ իմ ապագա երեխան խաղաղ ապահով երկրում ապրի։